Հանրապետությունում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը բարելավելու նպատակով նախորդ տարվանից մեկնարկել է մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի մարզերում։ Զարգացած անասնաբուծություն ունեցող երկրներում արհեստական սերմնավորումը համարվում է մթերատվության բարձրացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Բայց քանի որ մեր երկրում մեկ կովի հաշվով արհեստական սերմնավորման արժեքը կազմում է 15,000 դրամ, ֆինանսական սահմանափակումների պատճառով այն միշտ չէ, որ կիրառվում է տնտեսություններում։ Այդ նպատակով էլ մեկնարկել է պետական աջակցության այս ծրագիրը, որով փոխհատուցվում է ֆերմերների կատարած ծախսի զգալի մասը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 70%-ի փոխհատուցում։ Մնացածը իրականացվում է տնտեսվարողի կողմից։ 10,000 դրամը տալիս է պետությունը, 5,000 դրամը տալիս է տնտեսվարողը։ Ծրագրով մինչև այս տարվա վերջ նախատեսվում է փոխհատուցել ավելի քան 25,000 կովի արհեստական սերմնավորման ծախս։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով վերջին 2 տասնամյակում արհեստական սերմնավորման և տոհմային կայանների բացակայության պատճառով արհեստական սերմնավորում գրեթե չի իրականացվել, ինչի հետևանքով կովերի միջին կաթնատվությունը պահպանվում է տարեկան 2000-ից 2400 կիլոգրամի սահմանում, իսկ մսատու տավարի կենդանի զանգվածը հազվադեպ է գերազանցում 320 կիլոգրամը։ Մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաների և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի կիրառմամբ հնարավոր է ստանալ առնվազն 4000 կիլոգրամ կաթ, իսկ մսատու տավարն իրացնել 450 կիլոգրամ և ավելի կենդանի զանգվածով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ միջազգային կազմակերպության հետ ունենք արդեն ստորագրված հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է տոհմակայանի հիմնում, առաջին տոհմակայանի հիմնումը մեր հանրապետությունում, Գյումրու սելեկցիոն կայանում։ Ծրագրից օգտվելու համար ֆերմերները պետք է դիմեն նշված մարզերի համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններին, որոնք սերմնավորում են ծրագրում ընդգրկված կովերին։ Հաշվի առնելով, որ նախորդ տարում մեծ իրազեկման աշխատանքներ են տեղի ունեցել, նախարարության կողմից, մեր գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից, այս տարի բավականին մեծ է հետաքրքրվածությունը մարզերում և ցուցանիշները, այսինքն այն կազմակերպությունները, որոնք դիմել են արդեն ըստ գլխաքանակի, ցույց է տալիս, որ տարեվերջին մենք կգերակատարենք նաև այս ծրագրի ցուցանիշները։ Ծրագրին դիմելու կարգը մանրամասն ներկայացված է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք էջում։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։